Բարև ձեզ հարգելի դիտողներ, ես ձեր ուշադրությանը ներկայացնում իմ հերթական տեսանյութը։ Այս անգամ ես իմ ընտանիքի հետ միասին մեկնում եմ Տավուշի մարզ, Գորշ գյուղ, Գորշավանք հայցելելու նպատակով, ինչպես նաև ընտանեկան հանգստի Տավուշի ճգնակ բնության գրկում։ Այս տեսանյութում դուք կդիտեք ճանապարհ դեպի Գորշ գյուղ, Գորշավանքը իմ աչքերով և մեկնաբանությամբ, ինչպես նաև գետի ափի մեր ընտանեկան հանգիստը և հայկական խորոված պատրաստելու գործողությունները։ Այնպես որ եթե ձեզ հետաքրքրեց, ապա հանգիստ տեղավորվեք և դիտեք իմ տեսանյութը։ Կանխավ շնորհակալություն դիտման համար։ Մենք Երևանից Եղվարդ մեկնող ճանապարհով Նորահաճենի կամուրջով դուրս են գալիս Երևան-Սևան մահիրուղի, այսպես շրջանցելով քաղաքի խցանումները, այսպես և արագ է և անչափ գեղեցիկ ճանապարհ։ Մենք անցնում ենք Նորահաճենի կամուրջով և դուրս ենք գալիս Երևան-Սևան մահիրուղի, ճանապարհը ուղեկցվում է գեղեցիկ տեսարաններով։ Անցնելով Սևանա լճի կողքով չէինք կարող մի պահ կանգ չառնել և չզմայվել գեղամա գեղեցկուհու գեղեցկությամբ։ Ի դեպ, ես 2026 թվականին արդեն ձեր ուշադրությանը ներկայացրել եմ իմ տեսանյութը Սևանից։ Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհը նույնպես գեղեցիկ է, շրջապատված լեռներով։
Իսկ ահա երբ տունելից դուրս ես գալիս, կարծես հայտնվում ես մի ուրիշ աշխարհում։ Տավուշի բնաշխարհը եւ գեղեցկությունը շատ հաճախ համեմատում են Շվեյցարիայի հետ։ Ինչի խնդիր։ Տավուշի անտառների հիմնական 4 տեսակներն են կաղնին, հաճարը, բոխին եւ սոճին։ Այստեղ բնակվում է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի 70%-ը։ Բայց սուրճ չկար։ Անդար չեմ մնում, Ոտոտնու ես կնկար։ Մենք կրկին կանգառ ունեցանք, այս անգամ Աղստև գետի վրա գտնվող կամուրջին։ Գետը հորդացել է, քանի որ գարուն է եւ հալքը թափ է առնում։ Հավերժացնում։ Վաղթան։ Gosh, it's hala arası. Al. Դեսի ուր ճամբարակ է։ Մեր նպատակը Գոշգյուղ հասնելն էր, որպեսզի տեսնեին Գոշավանքը, իսկ Գոշ տանող ճանապարհը շատ գեղեցիկ էր։ Ահա բարձունքում երևաց վերաշուք Գոշավանքը։ Նախ Գոշ գյուղի մասին։ Գոշ գյուղը գտնվում է Տավուշի մարզում, գետի ափին, Դիջիջանից ոչ հեռու։ Այն շրջապատված է խիտ անտառներով եւ լեռներով։ Գյուղը հայտնի է ոչ միայն վանական համալիրով, այլև մոտակայքում գտնվող պարզ եւ գոշ լճերով։ Մենք հասանք Գոշավանք։ Վանական համալիրը կառուցվել է 12-ից 13-րդ դարերում Մխիթար Գոշի կողմից Զաքարյան իշխանների աջակցությամբ։ Այն ժամանակին կոչվել է Նոր Գետիկ, քանի որ փոխարինել է երկրաշարժից ավերված հին Գետիկ վանքին։ Համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ Աստվածածինն է։ Այստեղ կան նաև գրատուն, զանգակատուն եւ փոքր մատուրներ։
Անկեղծ ասած, ես Գոշավանքում եղել էի 1993 թվականին, երբ 8 տարեկան երեխա էի։ Այս 33 տարիների ընթացքում շատ բան է փոխվել այստեղ։ Վանական համալիրը իր հարակից տարածքով անճանաչելի է դարձել, վերածվելով զբոսաշրջային կենտրոնի։ Գոշավանքի ամենահայտնի խորհրդանիշը Վարպետ Պողոսի կերտած խաչքարն է 1291 թվականին, որը համարվում է հայկական խաչքարային արվեստի գլուխգործոցը։ Այն այնքան նուրբ է փորագրված, որ թվում է, թե քարի փոխարեն ասեղնագործված է։ Միջնադարում այստեղ պահվել ու տպագրվել են բազմաթիվ ձեռագրեր, ինչը վանքին տվել է գիտակրթական խոշոր կենտրոնի կարգավիճակ։ Թե Գոշ գյուղը, թե Գոշավանքը բնականաբար անվանվել է Մխիթար Գոշի պատվին։ Մխիթար Գոշը ծնվել է 1130 թվականին, մահացել 1213 թվականին։ Մխիթար Գոշը միջնադարյան Հայաստանի մեծագույն մտածողներից էր, օրենսդիր գրող և հասարակական գործիչ։ Նա հեղինակել է հայկական առաջին դատասանագիրքը, որն օգտագործվել է դարեր շարունակ։ Գոշը նաև հայտնի առարկագիր էր։ Նրա առակները դաստիարակչական մեծ նշանակություն ունեին։ Նա հիմնադրել է Գոշավանքի դպրոցը, որն իր ժամանակի ամենահայտնի կրթական կենտրոններից էր։ Երևանից մինչև Գոշավանք մոտ 120 կիլոմետր է։ Այս ճանապարհը անցնելուց և Գոշավանքում նկարահանումներ կատարելուց հետո պետք է գտնել մի հարմար վայր, որպեսզի կազմակերպեինք մեր ընտանեկան հանգիստը։ Եվ քանի որ նաև արդեն քաղցած էինք, պիտի սնվեինք։ Դե իհարկե մենք գտանք այս անկյունը, գետի ափին։ Եղանակը ցուրտ էր և անձրևում էր։ Պիտի ինչ-որ կերպ պաշտպանվեինք անձրևից։
Անձրևից պաշտպանվելու հարցը ինչ-որ կերպ լուծելուց հետո կրակը վառելու և խորովածի միսը շշերին քաշելու ժամանակն էր, տեղի ունեցավ աշխատանքի բաշխում, ինձ հասավ միսը շշերին անցկացնելու գործը, այսքան մոտ եղանակին դա շատ բարդ էր իրականում, քանի որ ձեռքերս անհավատալի կերպով սառչեցին: Գործս պատվով կատարելուց հետո դե իհարկե ձեռքերս կրակի մոտ տաքացնելու ժամանակն էր: Ես չէի կարողանում աչքս կտրել այս ճկնաղ բնությունից, այս ժայռերը և գետի ձայնը իրոք տպավորիչ էին: Да. Совершенно карточка хочу. Мы видим. Համեղ խորոված պատրաստելու համար անհրաժեշտ է լավ համեմել միսը և ժամանակին, հնարավորինս ճիշտ շարել միսը շշերի վրա, նաև հնարավորինս ճիշտ կառավարել կրակի ուժգնությունը:
Իրականում ընտանեկան հանգստի համար քիչ բան է անհրաժեշտ, վառելիք մեքենայի համար եւ մի փոքր սնունդ, եւ կարելի է փախչել Երևանի աղմուկից եւ ճանաչել Հայաստանը։ Հայաստանը փոքր է քարտեզի վրա, բայց անսահման իր գողտրիկ անկյուններով։ Հաճախ մեկնեք ընտանեկան հանգստի։ Վառում ենք։ Այ Մենք ճանապարհ ենք ընկնում դեպի Երևան։ Աշխարհնով ավարտին է մոտենում իմ հերթական տեսանյութը։ Նախքան կոչ անելս իմ ալիքին բաժանորդագրվելու, ես կոչ եմ անում ձեզ հաճախակի գտնվել բնության գրկում եւ նաեւ հետեւեք իմ ալիքին։ Ես կշարունակեմ ներկայացնել Հայաստանը իմ մեկնաբանությամբ եւ աչքերով։ Հուսամ ձեզ դուր եկավ իմ տեսանյութը։ Աստված պահապան ձեզ եւ ցտեսություն։